Գալիշ միջադեպից հետո որոշեցիք Էրկան Ղազարյանի տեղը դահլիճում փոխել։ Եթե նկատել եք, մենակ պարոն Ղազարյանի տեղը չենք փոխել, ընդհանուր խմբակցությունը որոշել է իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ անել, որոնք որ ի սկզբանե որոշված են եղել, հաշվի առնելով աշխատանքային process-ը եւ նպատակահարմարությունը։ Որն են չեք բացում փակագծերը, որովհետեւ այդ հատվածում ԿՊԱ-ականների եւ Էդգար Ղազարյանի միջև նեղ միջանցքը որոշեցիք, որ պետք է։ Գիտեք, դա ինձ թվում է քննարկման առարկա չի կարող լինել, բոլորս բոլոր դեպքերում մի դահլիճում ենք աշխատում, այստեղ պետք է նայենք թե ում որ պատգամավորի հետ, այսպես ասած, ընդհանուր քննարկման թեմաներ ունի, այստեղ նաև ընդհանուր, եթե նայենք, նույն հարցով կարելի է դիմել նաև ԿՊԱ-ականներին, թե իրենք ինչ սկզբունքով էին նստած, որովհետև օրինակի համար մեր նստեցման սկզբունքը մեզ ի սկզբանե պարզ չի եղել, որովհետև եթե վերցնում ենք նույն համարակալումը, ապա համարակալմամբ այնպես պետք է ստացվեր, որ ես պետք է նստեի պարոն Ղազարյանի կողքը, սակայն որ մենք եկանք առաջի օրը դահլիճ, պարոն Ղազարյանը իմ կողքը չէր։ Կողքը Տիկին Յոլյանն էր։ Մի խոսքով ըստ իս հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ կան դրված ժողովրդի կողմից, ինձ թվում է ով ում հետ անստում, սա մի քիչ, գիտեք, այտենց մի քիչ գնում ենք համալսարանական, դպրոցական, առօրյա, այո։ Տեղափոխություն չլիներ, այդ հարցը չէր առաջանա։ Տեղափոխություն միայն մեզ մոտ չի եղել, տեղափոխություն նաև ԿՊ-ում է եղել, այսինքն ես պարբերաբար տեսնում եմ, որ իրանց մոտ էլ են տեղափոխումներ լինում։ Տեղափոխումներ եղել են եւ լինելու են եւ սա ինձ թվում է չպետք է մեր քաղաքական առօրյայի քննարկման թեմա լինի։ Բայց դա շահարկվեց հենց ԿՊԱ-ականների կողմից, որովհետև ամբյոնից ասում էին հանել եք, թռցրել եք, իսկ նույն հարցը կարող ենք ուղղել, թե օրինակի համար ինչի, ինչ սկզբունքով, մյուս անգամ օրինակի համար կարող եք հարցը տալ մեր հարգելի գործընկերներին, թե ինչ սկզբունքով էր նստեցումը կազմակերպվել։ Ի սկզբանե, այո, մենք նստեցումը մեր ներքին կանոնակարգով ներքին քննարկումների արդյունքում որոշել ենք, որ այդպես ավելի ճիշտ է, առաջին հերթին այո իմ որոշումն է եղել եւ իմ նախաձեռնությունն է եղել դեռևս առաջին օրվանից։ Իսկ պարոն Աբրահամյան, առհասարակ, եթե այսպես ասեմ, կարող եք, չգիտեմ, ով որ քարտուղարության հետ այդ հարցը մինչև երեկվա միջադեպներ քննարկվել է, որ ուզում ենք տեղափոխություն անել։ Ու մոտ 90%-ով այդ տեղափոխումները, որ եղել են, այսինքն իրենք արդեն որոշված էին։ Մնացածը էլ եմ ասում, հարգելի գործընկերներ, չպետք է համալսարանական, դպրոցական կամ այլ առօրյայով չափենք։ Սա ազգային ժողովը, այստեղ մարդիկ գալիս են մարդկանց կյանքը բարելավելու, օրենսդրական գործունեություն իրականացնելու եւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար եւ ով ում հետ է նստում, եկեք այս քննարկումները ամենայն հարգանքով դադարեցնենք։